Ասես ընդդիմություն լինեք ՀՀԿ-ին, դեսպես Անդիմություն չի, ցանկացած կուսակցության մեջ պետք է լինեն պրոգրեսիվ եւ ռեգրեսիվ ուժեր, եւ դա բնական է։ Ոչ թե միջկուսակցական պայքար միայն պետք է լինի, այլ պետք է լինի ներկուսակցական պայքար։ Փիլիսոփայության առաջի հարցը, առաջի օրենքը դա հակասությունների միասնություն եւ պայքար, որը տալիս է զարգացում։ 3 օրենքներից մեկը եւ առաջինը դա է, չէ՞։ Եվ երբ որ տեսել եմ, որ ինչ որ բաներ ճիշտ չեն գնում, անգամ իմ բարեկամն էլ լինի, եթե ինքը ճիշտ չի աշխատում, ես կարող եմ քննադատել։ Հանրապետականի անդամ լինելը ձեզ կօգնի, թե կխանգարի առաջիկա ընտրություններում ձեզ։ Խանգարի։ Բոյկոտը ինչ է տալու։ Ընդհակառակը համապետական ընտրություններին միակ շանսն է, որ հանրությունը իր խոսքը ասի, եւ եթե մենք իշխանության իբրև ներկայացուցիչներ ենք, չնայած այդքան էլ ինձ այդպես չեմ համարում, ուրեմն թող այս պահին մեզ պատժեն։ Բազմաթիվ անգամներ քննադատել եք հանրապետականի շանսերը կուսակցության ինչպես են գնահատում։ Երբ հանրության մեջ 1 միլիոն եւ ավել դա պաշտոնական թվերն է, որը ասում է, ընչազոր խավ կա, չկա այդպիսի մի երկիր, որ ինքը իր իշխանությանը սիրի, չկա այդպիսի երկիր։ Իսկ պատճառները օբյեկտիվ են թե սուբյեկտիվ, ես կասեմ եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ։ Մանդատը իմ համար, եթե նրանք ովքեր ինձ շատ լավ ճանաչում են, գիտեն, որ երբեք դա իմ համար ինքնանպատակ չի եղել։ Դա ես ընդհանրապես օգտագործել եմ տարածքներին օգնելու համար։ Բոլորդ գիտեք, որ իմ անձնական հնարավորությունները բավարար է եւ իմ ընտանիքի համեստ հնարավորությունները միշտ փորձել ենք լրակյաց առանց ավելորդ դենց էմոցիաների փորձել ենք օգտագործել ինչքան կարողացել ենք։ Մեկ ավելի շատ կօգտագործի, մենք շնորհակալ կլինենք։ Ովքեր համարում են, որ իշխանությունը ճիշտ չի գործում եւ կգտնեք այն ուժը, որը շարժիչ ուժ կլինի, ուրեմն ընտրեք նրանց։ Ձեր նախասիրություններն